եկեղեցին եւ կառավարությունը, պետությունը տարանջատված են։ Երկու առանձին ինստիտուտներ են եւ դրա համար յուրաքանչյուրն ունի մտքի խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Եկեղեցի գործի որոշումով է կարգելուց ով ոչ։ Եկեղեցի որոշել է կարգելուց։ Ինչով եմ ես խառնվել կրոնական գործերին, եթե ես Կիրակի օրը եկել եմ պատարագին։ Բայց այս կեղծ պատարագ է, այստեղ եթե կեղծ է, դուք մի մասնակցեք։ Եթե դուք կիսում եք այդ կարծիքը, որը հայտնում է որոշակի անձ, մի եկեք, մի մասնակցեք։ Շնորհակալություն, որ ինձ փոխանցում եք իր կարծիքը։ Կարծիքը չէ։ Տիկին Գալյան, ըստ էության փաստացի ստացվում է, որ հոգևորականներին է բաժանեցինք սևերի եւ սպիտակների, մերոնքների, մերժելիների։ Համամիտ չեմ, որևէ բան այնպես չի ստացվում, ինչպես դուք եք ասում, Կիրակի օր է, պատարագի օր է, բազմաթիվ եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Այդ եկեղեցիներից մեկում այսօր պատարագ է մատուցվում, ինչպես բոլորում ես։ Այո, եկել եմ, բայց եթե նույնիսկ եղած էլ չլինեի, ես եթե չեմ սխալվում 4000-ից ավել եկեղեցի վանք ու վանական համալիր ունենք, կարող է եւ եկած էլ չլինեի, բայց երջանիկ պատահականությամբ այո հովանավանքում եղել եմ նախկինում։ Տիկին Գալյան, ինձ հետաքրքիր Նիկոլ Փաշինյանն ասում էր Աստվածաշունչ կարդացած մարդկանցով պետք է գնանք եւ մայրաթորն ազատենք կաթողիկոսից։ Դուք վերջին անգամ երբ եք Աստվածաշունչը կարդացել։ Կամ կարդացել եք առասարակ թե ոչ։ Այո, կարդացել եմ, վերջին անգամ վերընթերցել ամբողջությամբ ոչ, բայց կոնկրետ տողեր, որոնք անընդհատ մեր էջերին են գալիս, իհարկե ընթերցել եմ։ Հասկացել Աստվածաշունչը կարդացել Տիկին Գալյան։ Կասեք քաղաքացիները Փաշինյանի սաղմոսները կարծում եք, որ ինքը մեջ բերում է անում։ Այո, եթե իմ էջին գալիս են մտքեր, անպայման կարդում եմ։ Դուք հաճախ եք աղոթում Տիկին Գալյան։ Այո, ամեն օր։ Որ աղոթում եք, ինչ եք խնդրում Աստծուց։ Եթե գաղտնիք չէր։ Ես ամեն օր տերունական աղոթքն եմ ասում ընդամենը, իսկ խնդրում եմ միշտ մի բան, որպեսզի մենք լինենք խաղաղ եւ առողջ։ Իսկ միասնական Ձեզ համար Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Գիտես ինչ հարցեր եք տալիս։ Ինձ համար արդարությունը շատ աբստրակտ երևույթ է։ Պես արդարացության նախարար։ Աբստրակտ երևույթ է, բայց ցանկալի է, որ մենք բոլորս մեր ներսում նախ եւ առաջ լինենք արդար եւ ազնիվ ինքներս մեր առջև։